Fratelli e sorelle, buonasera. Քույրեր եւ եղբայրներ, բարի երեկո։ Այս պարզ մարդկային ու բոլորին հասկանալի Բոնասերա, բարի երեկոյով իտալական արմատներով արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլիոն 2013-ին դուրս եկավ Սուրբ Պետրոսի հրապարակ ու պապական պատշգամբից առաջին անգամ ողջունեց հավատացյալ կաթոլիկներին որպես Հռոմի 266-րդ պապ։ Այսօր Վատիկանի նույն գլխավոր հրապարակում կաթոլիկները հրաժեշտ էին տալիս Ֆրանցիսկոս պապին։ Սովորաբար Հռոմի պապերի հուղարկավորությունները բարդ ու հանդիսավոր ընթացակարգերով են ուղեկցվում, բայց 1 տարի առաջ Ֆրանցիսկոսը պարզեցրել էր արարողությունը, Վատիկանի դարեր շարունակ գոյություն ունեցող ծեսերը համարելով չափազանց շքեղ։ Օրինակ նախկին պոնտիֆիկոսները թաղվել են 3 շերտ ունեցող շքեղ դագաղներում, պատրաստված 3 տարբեր տեսակի փայտերից։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սակայն ընտրել էր ցինկով պատված սովորական փայտե դագաղ, ինչպես թաղվում են բոլոր հասարակ մահկանացուները։ Օրվա գլխավոր խորհուրդը նաև պապի թաղման վայրն է։ Ֆրանցիսկոսին նախորդած բազմաթիվ պապեր թաղված են հենց Վատիկանում, Սուրբ Պետրոսի տաճարում։ Ֆրանցիսկոսը դարձավ առաջին պապը վերջին 100 տարում, որը հուղարկավորվեց Վատիկանի սահմաններից դուրս, Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում։ Սա Իտալիայի մայրաքաղաքի 4 գլխավոր պապական եկեղեցիներից մեկն է, որը ուղղակիորեն ենթակա է Հռոմի պապին ու Վատիկանին։ Երկուշաբթի երեկոյան Վատիկանը հրապարակել էր պապի վերջին կտակը, որում Ֆրանցիսկոսը խնդրել էր իրեն հենց այստեղ թաղել, ուր հաճախ էր այցելում իր անձնական աղոթքների համար։ Այստեղ է նաև Հռոմի ու Իտալիայի ամենանշանավոր սրբապատկերներից մեկը՝ Salus Populi Romanին, 6-րդ դարում նկարված Աստվածածինը մանուկ Հիսուսի հետ։ Այսօր Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու սպասավոր կարդինալը հիշել էր պապի հետ 5 տարի առաջ իր հանդիպումը ու կիսվել լրագրողների հետ, թե ինչպես է ընտրվել պապի հուղարկավորության վայրը։ Մեր հանդիպումներից մեկի ժամանակ ես հարցրի պապին, չի ուզի արդյոք մահվանից հետո թաղվել այստեղ, հայտնի սրբապատկերի հանդեպ ունեցած իր սիրուց ելնելով, ասաց, որ պապերը սովորաբար թաղում են Սուրբ Պետրոսի տաճարում ու ինքն էլ հավանաբար նույնը կգրի իր կտակում, բայց 1 շաբաթ հետո 2020-ի մայիսն էր, կեսօրին զանգարեց ինձ ու ասաց, Սուրբ Մարիամը ինձ ասել է, քո գերեզմանը այստեղ պատրաստիր։ Ֆրանցիսկոս պապի կտակը ցույց է տալիս նաև իր թաղման կոնկրետ վայրը՝ բազիլիկի կողային մասում։ Պապը գրել էր. «Գերեզմանս պետք է լինի գետնի մեջ, առանց որևէ հատուկ զարդարանքի եւ միայն 1 պարզ լատիներեն մակագրությամբ՝ Ֆրանցիսկոս»։ Իր ողջ հասարակական կյանքի ընթացքում Ֆրանցիսկոս պապը աչքի էր ընկնում իր պարզությամբ։ Պապական իշխանության խորհրդանիշ Ձկնորսի մատանին խնդրել էր պատրաստել արծաթից ոսկու փոխարեն։ Կրում էր իր կարդինալական հասարակ արծաթե լանջախաչը։ Ի տարբերություն նախկին պապերի նա նախընտրեց բնակվել Վատիկանի Սուրբ Մարթայի տուն կոչվող հյուրատանը եւ ոչ թե առաքելական պալատի պապական հարկաբաժնում։ Այս համեստությունն ու մարդկանց հետ հարաբերվելու իր բացառիկ պարզությունը այսօր հիշում էին նաև Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածները։ Բոլորի սրտերն ու հոգիները բարի էմոցիաներով են լցված, պապը միշտ մերը կմնա, երբ լսեցինք, որ մահացել է, կարծես մեր հորը կորցրած լինեինք, որովհետև նա էր, որ մեզ առաջնորդում էր դեպի բարին, ճշմարիտն ու համեստությունը։ Ֆրանցիսկոս պապի վերջին հրապարակային ելույթը մահվանից 1 օր առաջ էր, երբ նա Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին իր զատկական ուղերձը հղեց։ Ուղերձի մեծ մասը պապի փոխարեն կարդացին, բայց ամենապարզ սկիզբը Ֆրանցիսկոսը կարդաց ինքնուրույն, ինչպես 12 տարի առաջ, նույն հրապարակի, նույն պատշգամբից։ Cari fratelli e sorelle, buona Pasqua։ Քույրեր եւ եղբայրներ, բարի զատիկ լինի։